Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Արցախից բռնի տեղահանված հասարակական մի գործիչի հետ, տեղավորում է Մարատ Եգանյանը, ինքը առաջի անգամ է Նոյան Տապանի տեղավորում, այնպես որ հուսով եմ մեր մոտ կստացվի հետաքրքիր զրույց, սիրելի բարեկամներ։ Մենք այսօր խոսելու ենք հենց Արցախի եւ արցախցիների մասին, որոնք 2003 թվականի այդ բռնի տեղահանումից կամ այլ խոսքով ցեղասպանությունից հետո, որը տեղի ունեցավ եւ հայրենազրկվեց մոտ 120,000 մարդ Արցախից, դրանից հետո արցախցիները Հայաստանում բախվել են բազմաթիվ խնդիրների, բայց սկսենք սկզբից։ Առաջին խնդիրը ես կարծում եմ, որը որ զարմացրեց եւ մեր հանրությանը եւ արցախցիներին, դա նա էր, որ պարզվեց, որ նրանց ձեռքին գտնվող Հայաստանի Հանրապետության անձնագրերը ոչ այնա վավեր չեն, ոչ այնա անձնագիր չեն, ոչ այնա ուրեմն չեն կարող լիարժեք օգտագործվել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր։ Դրանց հետո մենք հիշում ենք, որ եղան բազմաթիվ ելույթներ Նիկոլ Փաշինյանի կողմից, այն ժամանակվա արտահայտության նախարարի կողմից, որոնք բացատրում էին, որ այդ անձնագրերը ճիշտ է, ունեն ճիշտ Հայաստանի Հանրապետության անձնագրերի տեսք, բայց իրականում նրանք այսպես կոչված ճանապարհորդային կան անձնագրեր էին եւ դրանք չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության անձնագրեր։ Այս խնդիրը ավելի ակտուալ դառնում, որովհետեւ այս քանի տարիների քաղաքականության հետևանքով, երբ այդ անձնագրերը դադարել են համարվել Հայաստանում Հայաստանի քաղաքացու անձնագրեր, արցախցիները դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ունեցել, ասենք արտերկիր մեկնելու, ասենք փոխհատուցումներ ստանալու եւ այլն, եւ այսպես ակտիվ քաղաքականություն էր վարվում մեր պետության կողմից, որ այս մարդիկ փոխեն իրենց անձնագրերը, ստանան Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող անձնագրեր, ոչ Արցախի 77, այլ որևէ այլ, եւ այդ ժամանակ այս մարդիկ կստանան քաղաքացիական լրիվ իրավունքները։ Ես կխնդրեմ մեր հյուրին Մարատ Եգանյանին բացատրել, որքանով է դա իրավաչափ եւ արդյոք Հայաստանի Հանրապետության ուրեմն քաղաքացիությունը կարող է այդպես հանկարծակի կասեցվել կառավարության որոշումներով։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, իսկ ինչ վերաբերվում է հարցին, ասեմ հետևյալը։ Իրականում քաղաքացիության հարցը շատ հաճախ ժողովրդի եւ լայն խավերի կողմից լիարժեք չի ընկալվում այդ հարցի կարևորությունը։ Մինչդեռ դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Որոշ իրավաբաններ ասում են քաղաքացիության իրավունքը դա իրավունքներ ունենալու իրավունքն է, այսինքն մայր իրավունքներից մեկն է։ Այստեղ շատ կարևոր պահ կա, որ օգտվելով դրանից, որ լայն շրջանակները լավ չեն գիտակցում եւ լավ չեն հասկանում, թե ինչ է իրենց ներկայացնում քաղաքացիությունը եւ քաղաքացիության իրավունքը առհասարակ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այսօրվա առաջ քաշեց եւ բավականին մեծ հաջողությամբ սկզբից այն թեզը, որ արցախցիները չեն հանդիսանում քաղաքացի Հայաստանի Հանրապետության եւ դեռ նոր պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Նախ սկսենք նրանից, որ այդ ոչ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կողմից կամ Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից առաջ քաշվող այդ թեզը, որ արցախցիները քաղաքացի չեն, ճակերտների մեջ ոչ քաղաքացի հանդիսացող արցախցիները առնվազն մեկ անգամ ընտրություն են կատարել եւ ընտրել են Հայաստանի Հանրապետության համապատասխան պատգամավորների։
առաջի գումարման այդ ազգային ժողովում Արցախից ներկայացուցիչներ կային, պատգամավորներ կային։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում ընտրությունները տեղի ունեցան նաև Արցախում եւ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից համապատասխան անձինք, մասնագետներ գործուղվեցին Արցախ եւ այնտեղ տեղի ունեցան ընտրություններ, ընդ որում ներքին գործերի նախարարությունը համապատասխան տեղեկանք հատկացրեց, թե քանի ընտրող կա, քանի քաղաքացի կա եւ այդ քաղաքացիներից քանի հոգի իրավունք ունի ընտրության իրավունքով այդ օժտված Արցախում, բաժանվեց, եթե չեմ սխալվում, 10 թե 8 ընտրատեղամաս, որոնցից մենակ մեկում տեղի չունեցան ընտրությունները, դա Շուշի քաղաքում էր, մնացած տեղերում ընտրությունները տեղի ունեցան, ընտրվեցին տարբեր մարդիկ, այդ թվում նաև այն մարդիկ, ովքեր այսօր երևի թե նեղ խմբակային շահերից ելնելով պնդում են, որ քաղաքացի չեն, արցախցիներ, չնայած իրանք ժամանակին ընտրվել են հենց այդ մարդկանց կողմից որպես որոնցից օրինակ Վահրամ Աթանեսյանը, ինքը պատգամավոր էր եւ ընտրվել է Արցախից ժամանակ, հիմա ճիշտ է ուրիշ բան ասում այդ անձնավորությունը, բայց փաստերը կան, ես այդ բոլոր փաստաթղթերը արխիվից բոլորը հանել եմ եւ ներկայացրել եմ դատարան եւ դատարանում այդ փաստը եւս հաշվի է արվել։ Ինչ եք վիճարկում դատարանում։ Նախ եւ առաջ քաղաքացու իրավունքները, այսինքն այն որ արցախցիների անձնագրերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետություն, լիարժեք Հայաստանի Հանրապետություն, չնայած դա աբսուրդ է, լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի լինում, կամ լինում է քաղաքացի կամ չէ, բայց դա ստիպված ենք այդպես ասել, լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր են, լիարժեք անձնագրեր են, 070-ը ուղղակի տեխնիկական կոդ է եւ որևէ սահմանափակում դրա հետ կապված գոյություն առհասարակ ունենալ չի կարող, ցանկացած տարանջատում կամ տարբերակված մոտեցում այդ կոդի հիման վրա ապօրինի է եւ նույնիսկ հանցանք է։ Դուք պնդում եք ձեր թեզը, բայց ես էսպիսի հարց տամ ես, երբ վանից է նախ այդ կոդը, որպես Հայաստանի Հանրապետության կոդ, որքան ժամանակ է աշխատել եւ որևէ խնդիր չի առաջացրել իրավունքների հարցում, եւ երբանից է սկսել դադարել գործել այդ անձնագիրը որպես անձահավաստող փաստաթուղթ։ Լավ, ասենց ասենք, այդ 070 ծածկագրով անձնագիրը, ինչպես բոլոր մնացած ծածկագրերով անձնագրերը, տպագրվել են նույն ձև, եկել հասել են համապատասխան անձնագրային եւ քաղաքացիության վարչություն, եւ այդտեղից համապատասխան բաշխում է տեղի ունեցել, որոշ անձնագրեր օրինակ Արցախ են ուղարկվել, Արցախում տեղակայված համապատասխան լիազորված մարմնին, այսինքն անձնագրային եւ քաղաքացիության ծառայության կողմից լիազորված համապատասխան մարմիններին, որոշները եկել են օրինակ Երևանի մի բաժանմունք, մյուսները կարող է գնացել են Ռուսաստան, Մոսկվա, այնտեղ հնարավորություն կա տրամադրել անձնագրեր, որոշները գնացել են օրինակ Կալիֆոռնիա, այնտեղ են տրամադրում։ Ճիշտ է, այսինքն այդ անձնագրերի տրամադրման ինստիտուտը պարտադիր չի որ կապված լինի հենց Հայաստանի Հանրապետության տարածքի հետ։ Հայաստանի Հանրապետությունից դուրս եւս նման գործողություններ իրականացվում են եւ լիազորություններ ունեցող մարմինները տրամադրում են։ Այսպեսի առարկություն ասեմ ձեզ, որը ըստ իրավունքին օգտագործվում է պետական մարմինների կողմից, արցախցիները չեն մասնակցել Հայաստանի Հանրապետության հետագա բոլոր ընտրություններին այն ժամանակից հետո, երբ Արցախը հայտարարել է ինքնորոշման մասին հանրաքվե է կազմակերպել։ Դա այդպես է թե չէ։ Ոչ, այդպես չէ։ Ավելի գոյություն ունի մոտ 100 դատական ակտ, 100-ից ավել նույնիսկ դատական ակտ, մասնավորապես 2021 թվականի ընտրություններին, համապետական ընտրություններին, ազգային ժողովի, եթե չեմ սխալվում, չէ, որտեղ նույնիսկ որոշ վճիռներում նշված է, որ տվյալ անձը, չնայած որ
հաշվառված չէ Հայաստանի, ուսած ասենք, Հայաստանի Հանրապետության առանց Արցախի եթե դիտարկենք, այդ տարածքում հաշվառված չէ, սակայն քանի որ իրան տրամադրվել է 0.70 ծածկագրով ՀՀ քաղաքացու անձնագիր, ընդ որում այդպես էլ գրված է։ Այսինչ թվականին տրամադրվել է 0.70 ծածկագրով, այսինչ սերիայով ՀՀ քաղաքացու անձնագիր, ուրեմն պետք է տվյալ անձին տրամադրվի այդ իրավունքը։ Ընտրելու։ Այո, տվյալ անձնավորությունը նախապես ներկայացրել էր դիմում, որ ընտրությունների օրը ինքը գտնվելու է, եթե չեմ սխալվում, Արտաշատ քաղաքում եւ ցանկություն է հայտնել այդտեղ քվեարկությանը մասնակցել։ Դատարանը վերականգնել է այդ իրավունքը։ Հաշվի առնելով այն, որ տվյալ անձնավորությունը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ըստ սահմանադրության ինքը իրավունք ունի մասնակցի ընտրություններին։ Ընդ որում, sense մի հատ բան էլ կա շատ կարեւոր։ Այդտեղ պետք է մենք գիտակցենք մի կարեւոր բան կա, որ անձնագրայինը 21 թվականին եւս 100 քանի հատ պարտությունից հետո միևնույն է նույն տեսակետը շարունակել է պնդել։ Ինքը պարտության ժամանակ եւ անձնագրայինը Դուք նկատի ունեք 20 թվականի պատերազմի պարտությունը։ Չէ, նկատի ունեմ 21 թվականի դատարաններում 100 քանի պարտություն։ Այո։ Այսինքն նույն եզրույթը եւ այն ժամանակ էր պնդվում եւ դատարաններում դա ժխտվել է, մերժվել է։ Նույնն էլ հիմա է։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը լծված չէր այդ պայքարի, չէր հանդիսանում այդ պայքարի, ասենք ասենք, ֆլագմանը, իսկ հիմա ինքը եւ իր կառավարության անդամները լիովին լծվել են այդ պայքարին։ Փորձեմ հասկանալ ձեր ասածը, բայց ինձ մոտ էսպիսի այլ հարց առաջացավ։ Հայաստանում գործում է դատական համակարգում նախադեպային է, այսինքն նույնիսկ մեկ մարդու դատական վճիռը վերականգնումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի մնացածները եւս օգտվեն այդ իրավունքից, ճիշտ եմ թե ոչ։ Տեսականորեն այո, բայց տեսականորեն։ Ինչու որովհետեւ այս պայդրությամբ օրինակ ունենք մի դեպք, մի հատ նույնիսկ աբսուրդային դեպք, երբ որ վերջերս Երևան քաղաքի վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը միայն նրա համար, որ այն անձնագրի ծածկագիրը 0.70-ով էր, համարեց, այստեղ շատ կարևոր բան կա, համարեց անձը հաստատող փաստաթուղթ չհանդիսացող փաստաթուղթ։ Այսինքն անձնագիրը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը, ասեցին դա անձը հաստատող փաստաթուղթ չէ։ Դա, չգիտեմ, որ ժանրից է, բայց իրավաբանության ժանրից չի հաստատ։ Դա առհասարակ նման երևույթը անընդունելի է։ Դուք պատկերացնում եք անձնագիրը, որ օրենքում գրված է, Հայաստանի Հանրապետության անձնագրի մասին օրենք կա, եւ առաջի հոդվածներից մեկը գրված է, որ տվյալ փաստաթուղթը հանդիսանում է քաղաքացիությունը եւ անձը հաստատող փաստաթուղթ, ընդ որում կա նաեւ 1998 թվականի կառավարության որոշում անձնագրի նկարագիրը հաստատելու մասին, հավելվածներից մեկը դրա մասին։ Եվ այդ որոշման հավելվածում հստակ առաջի կետը գրված է, որ Հայաստանի Հանրապետության անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթուղթը է։ Այդ բոլոր փաստաթղթերը, բոլոր նորմատիվ իրավական ակտերը պնդում են միայն մի բան, որ տվյալ անձնագիրը հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ, քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ եւ որևէ իրավական հիմք եւ տրամաբանական հիմք չկա այդ փաստաթղթերը, այդ անձնագրերը համարել ոչ վավեր կամ համարել ճամփորդական։
Ընդ որում ես դες sense ասեմ, ճամփորդական անձնագրերի նկարագիրը եւս կա, կառավարության կողմից հաստատված որոշում կա, որտեղ ճամփորդական Հայաստանի Հանրապետության ճամփորդական անձնագրի նկարագիրն է հաստատված եւ այդ նկարագիրը որևէ աղերս չունի արցախցիների ձեռքում ունեցված այդ անձնագրերի հետ։ Այսինքն դուք պնդում եք, որ Հայաստանի Հանրապետության որոշ կառույցների վարքագիծը, որ նրանք չեն տեսնում այդ անձնագրի մեջ Հայաստանի Հանրապետության լիարժեք անձնագիր, ապօրինի է։ Մեղմ ասած ապօրինի է։ Այստեղ նաև կա երկրորդ բան, բավարար չէ, որ դա ապօրինի է։ Այդ կարգի ապօրինությունը նաև կարելի է դասել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն տվյալ անձանց կողմից կամ այդ խմբի կողմից իրականացվող։ Ինչու՞, որովհետև քաղաքացիությունը, որից փաստացի փորձում են զրկել տվյալ անձանց, հանդիսանում է մարդու հիմնական իրավունքներից մեկը։ Դա հաստատվում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով եւ այլ ՄԱԿ-ի կողմից ընդունված եւ միջազգային այլ փաստաթղթերով։ Այլ կերպ ասած, քաղաքացիության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից մեկն է։ Եվ այդ իրավունքից ապօրինի զրկումը այդ ոչ թե մի անձին, այլ խմբին դա հանցագործություն է, դա հետապնդում է օրինակ Հռոմի ստատուտի իմաստով, 7-րդ հոդվածի իմաստով։ Նկարագրեք ինչի մասին է խոսքը։ Ինչ է ասում այդ հոդվածը եւ ինչպես է դա համապատասխանում հայկական իրականությանը։ Այդ հոդվածի մեջ նկարագրված են այն արարքները, որոնք դասվում են մարդկության կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների։ Եվ այդ հոդվածի հաշկետում հստակ նշված է, թե հետապնդումները որոշ խմբին տարբեր ապօրինի ձևերով հանդիսանում են հետապնդում։ Այսինքն, ինչ կարգի արարքներն են համարվում հետապնդում։ Դա մարդու հիմնական իրավունքներից ապօրինի եւ անարդարացի զրկումն է։ Այսինքն, այս պայդուր խոսքը եթե վերադառնանք մեր թեմային, ապա ստացվում է, որ քաղաքացիության իրավունքը հենց այդ հիմնական իրավունքն է եւ դա բոլորը ճանաչում են։ Այսինքն, բոլոր հեղինակավոր մարմինները, միջազգային թե ներպետական, ճանաչում են, որ քաղաքացիության իրավունքը դա մարդու հիմնական իրավունքներից մեկն է։ Եվ այդ իրավունքից փաստացի զրկումը իսկ դա իրականացվում է փաստացի։ Հանդիսանում է հենց այդ Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածով, այսինքն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների այդ հանցագործություններին է դասվում։ Չնայած այդտեղ իհարկե կետեր կան, որոնք փորձում են այլ կերպ մեկնաբանվել, բայց օրինակ Ռուանդայի նախադեպը ցույց է տալիս, որ տվյալ դեպքում էլ այդ հոդվածը կիրառելի։ Դուք ասացիք, որ դուք ինքներդ նախաձեռնել եք մի քանի դատական պրոցեսներ այդ հարցը բարձրացնելու համար։ Ես կխնդրեի մեր հեռուստադիտողներին ավելի մանրամասն ներկայացնել, ինչ դատական պրոցեսներ են, որ դատարանում են գտնվում, ինչ էտապի են հասել եւ արդյոք Հայաստանի արդարադատությունը կարողանում է լուծել այդ մարտահրավերը։ Սկսենք Եվ մարտահրավերն էլ նրանում է, որ կա կառավարության դիրքորոշում, կա օրենք։ Այո, կա պրակտիկա նաև, չէ՞։ Հաստատված դատական պրակտիկայում եւ կայուն դատական պրակտիկայի համապատասխան պետք է այդ հարցը լուծվեր միանգամից։ Խոսքը վերաբերում է նրան, որ օրինակ Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի դիմում է անձնագրային եւ փորձում է իրացնել իր իրավունքը, այսինքն հաշվառվել, օրինակ։ Իրան պետք է առանց որևէ խոչընդոտի հաշվառեն, բայց տվյալ անձնավորությունը չեն հաշվառում։ Եվ այդ պատճառով տվյալ անձնավորությունը չի ստանում սոցիալական որոշակի աջակցություններ։ Ընդ որում դա խոսքը մեծ տարիքի մարդկանց մասին։ Խոսքը տվյալ դեպքում երկու խմբի մասին է։ Մի դեպքում դա ջահել ընտանիք է, անչափահաս երեխաներով, երկու անչափահաս երեխա ունեցող ջահել ընտանիք է, որը
այդ սոցիալական աջակցությունների չստացման պատճառով շատ դժվար դրության մեջ է հայտնվել եւ այս պահի դրությամբ պարակտված է կինը բնակվում է իր ծնողների մոտ, ամուսինը իր ծնողների մոտ, որովհետեւ հնարավորություն չունեն վարձել մի հատ բնակարան եւ դա տեղի է ունեցել այն պատճառով որ այդ անձնավորություններին հրաժարվում են հաշվառել եւ սոցիալական աջակցության տրամադրումը կապում են այդ հաշվառում չունենալու հետ այսինքն մարդուն սոցիալական աջակցությունները չեն տրամադրում զուտ այն պատճառով որ հաշվառված չէ իսկ չեն հաշվառում ասում են գնա անձնագիրը փոխի հրաժարվի քո տարբեր այդ հետագայում ընդհանրենք վերադարձի իրավունքից եւ այլն եւ դրանից հետո եք կարծում եք որ հետագայի վերադարձի իրավունքը եւ այլն դա կապված է այդ անձնագրի գոյության մեջ կամ անձնագրի մեջ կապված է 70 կոդի հետ բացատրեք ինչու բացատրեք մեր հեռուստադիտողներին Այստեղ sense մի հատ բան կա, երբ որ դու դիմում ես ներկայացնում նոր քաղաքացիություն ստանալու, միջազգային պրակտիկա կա այդպիսի, որ հնարավոր է, որ քեզ քո նախորդ իրավունքները քաղաքացիության վերաբերյալ եւ քո հայրենիք վերադառնալու վերաբերյալ իրավունքները այլևս փորձեն չեղարկել։ Բայց երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության անձնագրերի մասին է խոսքը։ Այո, բայց մի դեպքում դու դիմում ես ներկայացնում, իսկ մյուս դեպքում դու հանդիսանում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի օրենքի ուժով։ Ընդ որում նման նախադեպ էլ կա 2003 թվականին նույն անձնագրայինը, որը հիմա պնդում է ճիշտ հակառակը, Արաչյանի դատարանում ընդհանուր իրավասության ժամանակ վարչական չկար, համապատասխան մեկնաբանություն է ներկայացրել, որ բոլոր արցախցիները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի առանց դիմում ներկայացնելու անհրաժեշտության եւ առանց Հանրապետության նախագահի հրամանագրի անհրաժեշտության։ Այսինքն նույն անձնագրայինը, ընդ որում, երբ որ ես դատարանում հանդես եմ գալիս, ես միշտ ասում եմ, որ պատասխանող կողմի հայտնած տեղեկությունները արժանահավատ չեն։ Այսինքն այդ հարցի վերաբերյալ անձնագրայինի դիրքորոշումը, որ ինքը հիմա գալիս է ասում է արցախցիները չեն հանդիսանում քաղաքացի, արժանահավատ չեն, որովհետև հեսա նայեք կա վճիռ, որտեղ հստակ գրված է, որ նույն անձնագրայինը 15 տարի առաջ եկել է եւ ճիշտակարակն ասել։ Հիմա կներեք էլի։ Անձնագրայինը մի դեպքում մի բան ասում, մյուս դեպքում մի ուրիշ բան ասում։ Արդյոք սա արժանահավատ դիրքորոշում է։ Ճիշտ է, ոչ դատարանները դա չլսելուն են տալիս եւ չեն անդրադառնում այդ հարցին, չնայած պարտավոր են, որ ասում եք ինչքանով է դատարանները արդարացի են դատավարությունը իրականացնում, արդարացի չեն։ Չեն անդրադառնում արժանահավատության հարցին։ Չնայած կցված է ապացույց, որ տվյալ պատասխանողի, տվյալ դատական նիստի կողմի հայտնած տեղեկությունները առհասարակ արժանահավատ չեն։ Արդյոք ես իրավաբան չեմ, բայց այս միտքը եկա, որ արդյոք եթե դուք ունեք ձեր ձեռքին այդպիսի դատական գործ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից հաստատված ուժի մեջ մտած վճիռ, ապա դուք կարող եք դիմել նաև խտրական վերաբերմունքի մասով։ Հենց այդպիսի դատական գործերից մեկը հենց այդպիսինն է, խտրական վերաբերմունքի վերաբերյալը։ Այսինքն մեկը սահմանը հատելը չթույլատրելն է, այսինքն չեն թույլատրել սահմանը հատել։ Այո, ես դա հարցրեցի, դուք պատասխանեցիք։ Մյուսը խտրական վերաբերմունքն է։ Մեկ այլ առանց իրավական որևէ հիմքի ապօրինի ըստ էության չհաշվառելն է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Առանց որևէ հիմքի։ Իսկ այդ հաշվառումն էլ իր արդեն բերում է նրան, որ դուք չեք կարող մասնակցել ընտրություններին։ Չէ, ստեղ մի քիչ այլ պահ խոսքը վերաբերվում է նրան, որ սոցիալական աջակցություններին չի կարողանում օգտվել անձը, եթե չի հաշվառվում։ Կկարողանա օգտվել ընտրության իրավունքից, թե չէ, սա լրիվությամբ այլ հարց է եւ մոտ 40 օր մնացած թե չէ, ինչ որ տենց մի հատ խնդիր կա, այդ ժամանակ է բարձրացվում այդ հարցը եւ այդ ժամանակ անգերևս չի ասել այդ հարցը։ Հիմա պարզապես մեր հեռուստադիտողներին բացատրենք, թե ինչու արցախցին պետք է օգտվի այդ սոցիալական աջակցության ծրագրերից։ Ինչով է նա տարբերվում
Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներից։ Տարբերվում է նրանում, որ Արցախցին բնակվում էր իր տանը, իր բնակարանում, չէ, ուներ կտուրը իր եւ համապատասխան աշխատավայրը ուներ միկրոկլիմա, որը ձևավորվել էր տասնյակ եւ մի քանի նույնիսկ սերունդների ընթացքում եւ այդ ամենից միանգամից զրկվելով, տեղափոխվելով մի այնպիսի վայր, որտեղ ճիշտ է հարազատ եւ իր սեփական պետությունն է նույնպես, բայց մի այնպիսի վայր, որտեղ ինքը այդ բոլոր ռեսուրսներից, այսպես ասենք, չի կարողանում օգտվել, հավասար պայմաններում չի գտնվում մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, այդ պայմաններում ինքը շատ ավելի խոցված վիճակում է հայտնում։ Բացի դրանից, Արցախցին, լինելով նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ցանկացած վայրում հանդիսանում է, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը թե ինչպես է, օրինակ, պաշտպանել կամ չի պաշտպանել քաղաքացուն 23 թվականին կամ եւ դա մեկ այլ հարց է, սակայն այստեղ ինչ հարցեր կա։ Սահմանադրությամբ էլ է Հայաստանի Հանրապետության պետությունը իր վրա վերցրել պարտավորություններ արցախցիների նկատմամբ։ Եվ բացի դրանից, եթե տեսել եք նաև նույն Լևոն Տեր-Պետրոսյանի համապատասխան գաղտնի համաձայնագիրը, որտեղ ինքը համապատասխան երաշխիքներ է տալիս, կարճ ասած, բացի նրանից, որ այո, մի քաղաքացու նկատմամբ պետությունը իր սեփական քաղաքացու նկատմամբ պետք է հակառում է համապատասխան պարտավորություններ, այստեղ խոսքը նաև գնում է լրացուցիչ պարտականությունների եւ լրացուցիչ երաշխիքների մասին, որոնք մենք բոլորս մեր հասարակությունը ստանձնել վերցրել է իր վրա եւ պետք է իրականացնել։ Եվ Արցախցին, երբ որ 20 թվին վերադարձել է Արցախ, հաշվի է առնել այդ բոլոր երաշխիքները եւ չէ որ այն ժամանակ հորդորվում էր որ վերադարձեք Արցախ եւ այլն, չէ 20 թվին, երբ որ տեղի է ունեցել այդ պատերազմը, մինչ այդ էլի հորդորներ եղել, դա պետական մակարդակով է եղել եւ համապատասխան երաշխիքներ պետք է լիներ եւ եղել է։ Բացի դրանից 20 թվականին, երբ որ հադրութեցիները եւ Շուշի բնակիչներ եւ Ասկերանի շրջանի որոշ գյուղերի բնակիչներ, երբ որ եկել են Հայաստան, խոսքը վերաբերում է Երևան, կներեք, երբ որ եկել են Երևան կամ այլ բնակավայրեր եւ փորձել են, որոշները փորձել են իրանցից, որոշները փորձել են դիմել հանձնագրային կամ կառավարությանը եւ ստանալ փախստականի կարգավիճակ, իրանց հստակ պարզաբանել են, բացատրել են, ասել են դուք հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետեւաբար չեք կարողանում ստանալ այդ կարգավիճակը։ Ինչ որ ձեւով իրավաբանական, իրավաբանորեն ֆիքսված փաստաթղթային բան կա, որ դիմում է եղել, իպեպսի պատասխան է ստացվել։ Այդ մարդիկ հանդիպում են ունեցել համապատասխան պաշտոնյաների հետ, մարդիկ կան, այդ թվում նաև իմ Facebook-յան ընկերներիս մեջ կան, ես իրանց հետ շփում եմ անդադ պահում, ճիշտ է, ես համաձայն չեմ իրանց վարքագծի հետ, որ իրանք դիմել են, որ ստանան փախստականի կարգավիճակ այն ժամանակ էլ չէի համաձայն, հիմա էլ չեմ համաձայն, բայց այդ նախադեպը, այդ երևույթը դատական process եղել է, այդպիսի դատական process։ Չի եղել եւ առհասարակ չի կարող լինել, որովհետեւ եթե այն ժամանակ դիմեին, ոչ մի բան տեղի չունենա, բայց այստեղ շատ կարեւոր բան կա։ 2023 թվականին կառավարությունը կայացրել է մի որոշում եւ փորձել է, որտեղ անդրադարձ է կատարել 0.70 ծածկագրով անձնագրերի։ Սակայն այդ որոշումը վերաբերվում է այն անձանց, ովքեր ըստ էության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, կամ որևէ պետության քաղաքացիներ չեն, որովհետև չպետք է վերաբերվեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բայց կիրառելիս այդ որոշումը, կիրառման ժամանակ, մեկնաբանում են, որ իբրև թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, հետևաբար որևէ քաղաքացիություն չունեն արցախցիները։ Ես հասկանում եմ, որ դուք վիճարկում եք հենց այդ քաղաքացիության հարցը եւ
մեր հեռուստադիտողներին էլ պետք է բացատրենք, որ այս իրավաբանական խոսակցությունը սա հիմնականում հետևյալ ասպեկտ ունի։ Եղել են արդյոք Արցախում բնակվող մեր հայրենակիցները 150,000 մարդ, որոնք ունեցել են Հայաստանի Հանրապետության նմուշի անձնագրեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե ոչ։ Պարոն Եգանյանը ասում է, որ այո, եղել են եւ հիմնավորում է իր ասածը նրանով, որ այս մարդիկ միջև 20 թվականը համարեն դեպս 23 միջև 23 լիարժեք օգտվել են բոլոր հասարակական քաղաքացու բոլոր իրավունքներից։ Ես այդ ժամանակ ձեզ հարց տեցի, բայց չէ որ Արցախում բացի այդ ձեր նշած դեպքից այլևս չեն կազմակերպվել ընտրություններ, որտեղ Արցախի քաղաքացիները պիտի քվեարկեին, ասենք, Հայաստանի Հանրապետության նախագահի կամ խորհրդարանի ընտրություններին։ Ձեր իրավունքները այն ժամանակ էր խախտվում։ Ինչու այդ ժամանակ այդ հարցը չի բարձրացել։ Այդ հարցը բարձրացվել է։ Ընդ որում հասել է միջև սահմանադրական դատարան 2003 թվականին։ Եվ սահմանադրական դատարանը հստակ ասել է, որ հաշվի առնելով են, որ հստակ ձևակերպումը չեմ կարող ասել, բայց պատճառը հետևյալն էր, որ հաշվի առնելով են, որ ընտրությունների անցկացումը նաև Արցախում կարող է բերել նրան, որ լարված իրավիճակ տեղի ունենա, ընտրատեղամասերի ձևավորումը Արցախում դրա համար իրանք համարում են, որ այդ պատճառաբանությամբ համարեցին, որ տվյալ տեղամասերի չձևավորումը դրանով է պայմանավորված, ասենց ասենք։ Արդյոք դա նշանակում է, որ Արցախի քաղաքացիները կարող են գալ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տեղամաս, որը խնդրահարույց չեր առաջացնի այդպես նուրբ խնդիրներ եւ քվեարկել։ 100 քանի հոգի, մենք ասացինք, բայց 150,000-ից 100 քանի հոգի, դա բան չի, տարօրինակ չի, ինչու այդքան քիչ։ 100 քանի հոգի հասան դատարան։ Այսինքն դուք ձեր ասածը այստեղ երկու պատասխան։ Գիտեք ինչն է, իրանք դիմեցին դատարան, որովհետև իրանց իրավունքը խախտվում էր։ Այո։ Մի կողմից ես պետքա պատասխանեմ այո, մյուս կողմից պետքա պատասխանեմ ոչ։ Ինչու՞, որովհետև չէին կարող անխոչնդոտ դա իրականացնել, բայց կարողանում էին իրականացնել։ Այսինքն խոչընդոտներ կային, բայց մեխանիզմը գործում էր։ Այսինքն, նայեք, տեսեք ոնց է, մինչև 23 թիվը ցանկացած արցախցի 070 ծածկագրով, 070 ծածկագիր չլինի, ուրիշ ծածկագրով անձնագիր իր ձեռքը լինի։ Երբ որ գալիս էր Հայաստանի Հանրապետության մեկ այլ բնակավայր եւ դիմում էր անձնագրային եւ քաղաքացիության հետ համապատասխան տարածքային բաժանմունք, իրան առանց որևէ խոչընդոտի հաշվառում էին եւ այդ պահից սկսված ինքը իրացնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկացած իրավունք։ Այսինքն ձեր ասածից հետևում է, որ հիմա Հայաստանում կան հազարավոր քաղաքացիներ, որոնք միջև դեպքերն են եկել Հայաստան, տեղափոխվել բնակության եւ հիմա էլ ունեն այդ 70 կոդով անձնագրերը եւ հաշվառված են։ Այո, այդ թվում նաեւ մի քանի հոգի դրա վերաբերյալ ելույթ ունեցան եւ օրինակ, եթե չեմ սխալվում, Սամվել Կարապետյանի թիմում կա մի աղջիկ Արեգա անունով, ազգանունը չեմ հիշում, ներողություն եմ հայտնում, բայց դե ինքը 23 թվականին Facebook-յան իր էջից հստակ հայտնել է, որ ինքը ունի այդ անձնագիրը 070 ծածկագրով անձնագիրը եւ հաշվառված է, չքան հիշում նույնիսկ ընտրությունների է մասնակցել։ Որևէ դիմում ինքը չի գրել իր ասելու, ես տենց հիշում եմ։ Դե ակնհայտ է, որ եթե ասում եք, որ որևէ խնդիր չի եղել, բոլորը հաշվառվել, ավելի չի եղել կառավարության այդ ձեր ասած որոշումը Նիկոլ Փաշինյանի, այսինքն պետական մարմինների մոտ չի եղել որևէ
նախատրամադրվածություն կամ հրանք, այդպես չանել, ճիշտ եմ հասկանում ես ձեզ։ Փաստորեն այո, բայց ստենց մի հատ ուրիշ բան կա, իրանք ստացվում է հետևյալ, ընդ որում, օրինակ Արմեն Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, ինքը, եթե չեմ սխալվում, եթե այդ փաստերը սաղ կամ մոտոց գրված, եթե չեմ սխալվում, 20 թվին է տեղափոխվել հաշվառումից Արցախից, թե 18 թվից հետո է տեղափոխել իր հաշվառումը Արցախ։ Եվ դրանից հետո ինքը զբաղեցրել է համապատասխան պաշտոններ, ու այլ պաշտոնյաներ կան, գեներալներ կան, այլ պետական մարմնի աշխատակիցներ կան, բոլորին իհարկե 23 թվականից եկում սկսեցին ստիպել փոխել անձնագրերը։ Բայց փաստն է նա, օրինակ մեր ընտանիքում փաստացի ստացվում է, որ մեր երեխաներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, չնայած ինքը որևէ դիմում բան չի գրել, իմ ասածները իրանց ասելով ոչ։ Այսինքն քույրս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ ես եւ մյուս մեր քույրը ոչ։ Իրանց ասելով։ Մի էսպիսի տեխնիկական հարց է, պարոն Գիգանյան։ Ընդհանրապես անձնագրերը փոխելիս կարծես թե հին անձնագիրը թույլ են իրան դարձնում են անվավեր, ինչ որ ծակ են անում մեջ է, թե ինչ են անում, եւ տալիս են քաղաքացուն։ Ես օրինակ անձամբ ինքս մի քանի անգամ անձնագիր եմ փոխել տարբեր պատճառներով, ասենք ժամկետն է լրացել, կամ ասենք մեջի էջերի թիվը վերջացել է, ասենք այդ վիզաների հետ կապված։ Ես գնացել եմ, ստացել եմ նոր անձնագիր եւ այդ բոլոր անձնագրերը ես ունեմ։ Արդյոք արցախցիներին, երբ որ պահանջում են, որ նոր անձնագիր ստանան, իրենց հին անձնագիրը իրենց չեն տալիս։ Եթե խոսքը վերաբերվեր մենակ փոխանակման մասին, խնդիր չի առաջանա։ Բայց արցախցիներին ստիպում են դիմում գրել, որ իրանք ցանկանում են նոր դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա կամ արտահայտության պահն է։ Ինչպես հիշում եք, ես ասել եմ, մինչ այդ արցախցիները քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դարձան, նույն քաղաքացիության մասին օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով օրենքի ուժով, այսինքն օրենքի ուժով քաղաքացի դառնալը դա մի բան է, իսկ երբ որ դու դիմում ես գրում եւ խնդրում ես նոր քաղաքացիություն ձեզ տրամադրել, դա լրիվությամբ այլ բան է։ Խնդիրը նրանում է, որ ես միշտ էլ ասել եմ, որ այդ դիմումների մի պատճենը իմ պատկերացմամբ եւ իմ համոզմամբ ուղարկվում է Բաքու, որպեսզի վաղը Հաագայի համապատասխան այդ միջազգային դատարանի որոշումը չեղարկելու համար դրանք հիմք հանդիսանան հետագայում։ Եվ Հայաստանի բոլոր տեսական նույնիսկ Արցախի հարցի, Հայաստանի կողմից Արցախի հարցի բարձրացման նույնիսկ տեսական հնարավորությունները չեղարկվեն։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո առաջարկում եմ մի երկու թեմա, ձեր դատավարության մանրամասնությունները եւ նաեւ այն հարցը, թե ինչու Արցախի իշխանությունները, որոնց դուք ընտրել եք ի տարբերություն Հայաստանի Հանրապետության իշխանությունների, չփորձեցին պաշտպանել Արցախի քաղաքացիների իրավունքը լինելով իրենց կողմից ընտրված։ Ոչ բոլորին կտրել։ Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը, հիշեցնեմ, որ զրուցում ենք Արցախից բռնի տեղահանված հասարակական գործիչ Մարատ Եգանյանի հետ։ Պարոն Եգանյան, հաղորդման սկզբի հատվածում մենք խոսեցինք նրա մասին, որ դուք նախաձեռնել եք մի քանի դատական պրոցեսներ։ Ես հիմա խնդրում եմ կարճ, բայց այսպես տրամաբանորեն իրար հետ կապված ներկայացրեք ինչ ընթացք ունեն այդ դատական պրոցեսները, ուր եք հասել եւ ինչպես են իրենց պահում Հայաստանի Հանրապետության դատավորները։ Նախ սկսենք նրանից, որ մի 3 խնդիր է հիմնականում բարձրացվում։ Առաջի հերթին դա ազատ տեղաշարժի իրավունքն է, որ սահմանափակվում է արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքը, բայց դա սահմանափակվում է պետական, ասենք սահմանափակ մարմինների ԱԱԾ-ի կողմից, հետեւաբար ԱԱԾ-ի կողմից եւ ԱԱԾ-ն է պատասխանող կողմը։ Ընդ որում սենց է, ինքը ԱԱԾ-ն երբ որ եկել է դատարան եւ հարցը բարձրացվել է, ինչու եք ընդհատել այդ մարդու անցումը սահմանի, չէ՞։ Ասել են, որովհետև այդ մարդը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Քաղաքացիությունը ապացուցում, օրենքը բացում ենք, մեջը գրված է։ Քաղաքացիությունը ապացուցում է անձնագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով։ Անձնագիրը ներկայացրել է այս անձնավորությունը։ Այո, ներկայացրել է։ Բայց ինչու չեք թողում որ ասնի։ Օրենքով գրված է, որ պետք է այդ մարդը անցնի, խտրականություն չի կարելի իրականացնել որևէ նման ձևով։ Սին որովհետև ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի,
Ըստ էության մենք չգիտենք, տենց է դարձել էլ իրանց ասած, մենք չգիտենք թե ինչու չի ինքը քաղաքացի, թող անձնագրայինը գա բացատրի թե ինչու չի քաղաքացի։ Ոնց մի հատ անհասկանալի բա, բայց մենք որ ինքը քաղաքացի չի, չենք թույլատրել որ անցնի։ Ըստ էության իրանք հստակ ասացին, որ իրանք օրենսդրությունը խախտել են, եւ օրենսդրության մեջ որ գրված է, որ քաղաքացիությունը հաստատում է անձնագրով, անձնագիրը տրամադրվել է իրենց թույլ չեն տվել անցնել։ Եվ հղում են կատարում 23 թվականի այդ որոշման։ Այստեղ ամենակարևոր պահն է, որ որոշումը չի կարող սահմանափակել օրենսդրության գործունեությունը, այսինքն օրենքով տրված իրավունքները ենթաօրենսդրական իրավական ակտերը ավելի ցածր հիերարխիայում գտնվող չեն կարող սահմանափակել իրենց գործողությունը։ Եվ երբ որ դուք ասում եք դատարանները ինչպես են իրենց պահում, շատ վատ, որովհետև դու նստած ես եւ նայում ես դատավորին եւ զգում ես, որ այդ մարդը իրեն շատ վատ է զգում։ Ինքը տեսնում է, որ բոլոր ապացույցները կան, բոլոր ամեն ինչ հստակ ներկայացված է եւ ինքը կասկած չկա թե ինչ կարգի որոշում պետք է կայացնի, բայց տեսնում ես, որ չի կարողանում այդ որոշումը կայացնել։ Օրինակ դատավորներից մեկը հակակոռուպցիոն ինչ-որ գործերով դատարանում է իր ով որ դիտարկում էր։ Մնացածների մի հոգի գործը քննող դատավորներից մեկը մի քանի ամսից տեղափոխվեց վերաքննիչ դատարան։ Այսպիսի մի հատ շատ անհասկանալի ճակերտներում անհասկանալի երևույթներ են տեղի ունենում։ Անկախ նրանից ինչ են զգում դատավորները, իրենք ձեզ վճիռ են տալիս եւ այդ վճիռն է, չէ՞ որ այսպես թե այնպես ազդելու է ճակատագրի վրա։ Ինչ է ասված այդ վճիռին։ Օրինակ մի վճիռում գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը, ընդ որում բոլորը ընդունում են, որ տվյալ անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բոլորը ընդունում են, որ իր անձնագիրը վավեր է։ Եվ գրված է, որ տվյալ անձնագիրը չի հանդիսանում անձը հաստատող փաստաթուղթ։ Մի անգամ եւս եմ ասում, դա միջազգային պրակտիկայում նման դա աբսուրդ է ուղղակի։ Այլ կերպ չես կարող դա դասել։ Իրավական աբսուրդ։ Եվ այդ գործը հիմա գտնվում է վերաքննիչ դատարանում։ Եվ այդ գործից ըստ էության քննելու բան էլ չկա, էլի։ Հարցը հետևյալն է, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը հանդիսանում է անձ հաստատող փաստաթուղթ թե ոչ։ Այդ հարցի պատասխանը որևէ խնդիր չպետք է առաջացնի, բայց մենք տեսնում ենք, որ ժամանակ կա ձգվում, չնայած որ այդտեղ երեխաների հարց կա եւ սոցիալական հարց կա, ջահել ընտանիքի հարց կա, ընտանիքի չպարակտման, չբաժանման հարց կա եւ այդ խնդիրների չնայած մենք տեսնում ենք, որ դատարանները չեն կարողանում համարձակություն եւ ինքնուրույնություն դրսեւորել։ Կախվածություն են դրսեւորում եւ դա ակնհայտ է, ցավոք սրտի ակնհայտ։ Երբ եք դիմել վերաքննիչ դատարան։ Վերջի անգամ դիմել ենք մոտ 19 օր առաջ։ Եվ մեկ ամսվա ընթացքում, չնայած մեկ վարույթ ընդունել են։ 3 եկել է պատասխան, որ այո, վարույթ ընդունել են անց 16 օր, չնայած որ միջնորդված էր, հաշվի առնելով թե երեխաների համապատասխան այդ միջազգային պարտականությունները, որ Հայաստանը իր վրա վերցրել, այդ երեխաներին վերաբերող հարցերի վերաբերյալ, թե համանդրության մեջ ընտանիքի նկատմամբ պարտականությունները, դատարանները պետք է դա անհապաղ իրականացնեին այդ գործողությունները, իրանք սպասեցին համապատասխան 10 քանի օր, 16, 17 օր, լրատվամիջոցները զանգարեցին եւ հետաքրքրվեցին, երբ որ ինձ զանգեցին, ես պետք է զանգեմ իմանամ, զանգեցի, իմացա եւ երբ որ ես հայտնեցի, որ ցած իրենք բոլորը զարմացան եւ իրանք սկսեցին ինքնուրույն ահազանգել եւ փորձել իմանալ թե ինչու է խնդիրը կայանում։ Եվ միայն դրանից հետո 10 քանի օր անց մենք ստացանք այդ որոշում չի ծանոթումը նոր կարգավորումներով նորից Փաստաթղթով թե բանավոր։ Փաստաթղթով իհարկե, փաստաթղթով ծանոթումը ինչ որ տենց մի հատ նոր դատավարության կարգ են սահմանել, այդ դատավարության կարգի համաձայն ծանոթություն պետք է լինի, բայց այստեղ ուրիշ հարց էլ կա։ Բոլոր դատավորները, երբ որ իրանց որոշման մեջ ավելի բարձր տեղ են հատկացնում կառավարության որոշման, քան օրենքին,
իրանք ըստ էության մեզ փրկության կոչ են անում։ Իրանք մեզ հայտնում են դրանով, որ իրանք անազատության մեջ են գտնվում եւ չեն կարողանում ճիշտ ձևով դատել։ Իսկ ձեր հայցի մեջ դուք հիշատակում եք, ասենք, այն նախադեպերը, որոնց մասին պատմեցիք, որ դատարանի որոշում կա ընտրություններին մասնակցելու կամ մի խոսքով, այն նախադեպերը։ Ավելի արխիվից ստացած փաստաթղթերով դրանց նմուշներն ակացված գործերին 100 քանիսը կարող է կցված չլինի, ինչքան ինչ-որ մի հատին 100 քանիսը ես ներկայացնում եւ նույնիսկ տեսանյութ կա, որտեղ ես ներկայացնում եմ այդ 100 քանի հատ գործը, կարդում եմ, ասում, այս կոնկրետ այս անձին Արցախցուն 21 թվականին այս դատարանը օրինական ուժի մեջ մտած վճռով, այս դատարանը իր անձնագիրը ճանաչել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, այդ մարդուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերականգնել է իր իրավունքը։ Մեկ անգամ եւս եմ ասում, եթե դատարանը այն կարգի է խախտում միջազգային պրակտիկան, չգիտեմ, սովորույթները, իրավունքը, սահմանադրությունը, որ ենթաօրինսդրական դատական ակտին ավելի բարձր իրավական ուժ է տալիս, քան օրենքին, եւ իրավական է համարում ենթաօրինսդրական նորմատիվ ակտով սահմանափակել օրենքով տված իրավունքները, ուրեմն տվյալ դեպքում դատարանը մեզ ուղղակի փրկության կոչ ան, պամագից է կանչում, սենց ասած էլի։ Ուրիշ ինչ ասես։ Այստեղ ցանկացած իրավագիտության հետ ծանոթ մարդ կամ փոքր ինչ դատական գործերի հետ առնչված ազնվորություն գիտի, որ դա այն գոյություն ունի իերարխիա, որը ընդ որում առաջնահերթություն կամ հայերեն ասած իրավական ակտերի առաջնահերթություն, սահմանադրությամբ այդ առաջնահերթությունը սահմանված, եթե չեմ սխալվում 5-րդ հոդվածն է սահմանադրությամբ, որ ավելի բարձր իրավական ուժի սահմանադրությունը, սահմանադրական օրենքները եւ այլն, եւ օրենքները ավելի բարձր են, քան ենթաօրինսդրական նորմատիվ իրավական ակտը։ Սահմանադրական դատարան Սահմանադրական դատարան ոչ, չենք կարող փորձ։ Ես չեմ կարող դիմել սահմանադրական դատարան որպես անձ։ Կարող եք։ Պետք է սա ատյանները անցնենք։ Իսկ հիմա մենք գտնվում ենք ուղղակի վերաքննիչ դատարանում, կա նաև միջազգային ատյաններ։ Այս թեմայի վերաբերյալ վերջին հարցն եմ ուզում տալ, շուրջ 2 ամիս հետո ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում, արդյոք արցախցիները փորձելու են համենայն դեպս նրանք ում դուք ճանաչում եք կամ դուք հենց անձամբ փորձելու եք ձեր իրավունքը վերականգնել ցուցակներում ընդգրկվելու, հաշվառվելու եւ մասնակցելու ընտրություններին։ Դուք մի շատ կարևոր հարց եք տալիս, բայց մյուս կողմից նաեւ մեր մարտավարության գաղտնազերծման հարցեր կա այստեղ, որ որոշակի գործողություններ կա, որոնց դիմելու ենք միանշանակ, բայց այդ գործողություններին լիարժեք չեմ կարողանում անդրադարձ կատարել, բայց այո, այսպես ձերներս ժամանակ, երբ որ նրանք ուրեմն արդեն գաղտնազերծված կլինեն ձեր ասածով, անցնենք իմ գովազդից առաջ հայտարարված երկրորդ թեմային, որ ինձ համար եւս շատ ցավոտ է, խոսքը վերաբերում է նրան, ձեր կարծիքով ինչու Արցախի իշխանությունները, որոնք որ ընտրված էին Արցախի ժողովրդի կողմից, ես նկատում եմ խորհրդարանը, որոնք 23 թվականից մոտ կես տարի առնվազն առանց որևէ այսպես բան կետ ավելացնելու, երկարացնելու եւ այլն ուժի մեջ էին։ Ինչու այդ մարմիններ, որպես մարմիններ, չսկսեցին պայքարել այդ սարսափազդու, այդ ակող անարդարության դեմ, հայրենազրկման դեմ, ինչու չսկսեցին դրանք ուրեմն բարձրաձայնել տարբեր միջազգային ակցիաներում, ես խոսում եմ զուտ իրավական հարցերի մասին, ես չեմ խոսում, ասենք, ռազմական կամ այլ ճանապարհով իրավունքները վերականգնելու մասին։ Ինչու արցախցիները կարծես ձեռնպահ մնացին դրանից եւ այդպես էլ մենք չլսեցինք, որ
արցախցիների իրավունքները խախտված են հենց արցախցիների բերանից։ Ձեր հարցը բաղկացած է մի քանի հարցից իրականում եւ անդրադառնալով այդ հարցերին հերթով ես պետք է կամաց գամ եւ վերջնական ձեր վերջնական հարցին պատասխանեմ որպեսզի սկսենք նրանից թե արդյոք արցախցիները ինքնուրույն են կատարել այդ ընտրությունը որևէ միջամտություն տեղի է ունեցել թե ոչ այսինքն ինքնուրույն են կատարել այդ ընտրությունը չխոսել ինչի չխոսել չբարձրաձայնել չշարունակել պաշտպանել այն մարդկանց իրավունքը ովքեր խոսքը վերաբերում է ընտրությունների որ ասում եք դուք եք ընտրել այդ իշխանությունը եթե հիշում եք ընտրությունների ժամանակ միջև երկրորդ փուլը երբ որ նախագահական ընտրություններն տեղի ունենում միջև երկրորդ փուլը տեղի ունենալը բոլոր տեխնացուները եկան եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցան սկզբից առաջի փուլի ժամանակ փորձում էին բան անել առաջի փուլով սահմանափակվել եւ հայտարարել որ Արայիկ Հարությունյանը հաղթել է եւ իր թիմը հաղթել է առաջի փուլում ինչից հետո մի քանի տենց չնչին ձայների պակասություն գրանցեցին որ չի բավարարում կարծես թե լիարժեք որ հաղթանակը գրանցվի երկրորդ փուլ ներողություն եմ խնդրում որ ընդհատում եմ պարոն Երյանյան ես խոսում եմ ոչ թե ինչ անարդարություններ են եղել Արցախում ընտրությունների ժամանակ եւ այլն այդ անարդարությունները մենք այստեղ ենք տեսել տասնյակ տարիներ խնդիրը հետեւյալն է տեղի ունեցել հայրենազրկումը տեղի ունեցել ցեղասպանական գործողություն արցախցիները փաստորեն իրենց ողջ կազմով հայտնվել են Հայաստանում Եվ այս նոր իրավիճակում արցախցիները չեն փորձում կազմակերպված հանդես գալ իրենց իրավունքները պաշտպանելու համար միջազգային ատյաններում, միջազգային դատարաններում, դու Արցախի վերաբերյալ կար դատարանի միջանկյալ որոշումը, որը դուք հիշատակեցիք հագայի Այդ բոլոր ուրեմն բաները կարծես թե մնացին օդում կատարվեց ինչպես որոշ քաղաքական գործիչներ են ասում կատարվեց իրենց երազանքը իրանք եկան Հայաստան ոմանք նախապատրաստված էին արդեն տներ ունեին ես չգիտեմ ունեցվածք ունեին եւ այսպես չեմ ուզում այդ ցիտատը վերել բայց բոմժ արցախցի չկար Ինչպես տեսնում եք, այսինքն այս բանը ինչ որտեղ Արցախը թողել է եւ գալ է Հայաստանը, կարծես թե իրենց երազանքն է։ Ես սա չեմ ասում բանելու համար, բայց կա այդպիսի տեսակետ հնչել է այդպիսի տեսակետ եթերից, հենց մեր եթերից, եւ ես կուզենայի դրան պատասխան լինել։ Մենք սկսել ենք զրուցել նրանից, որ վիրավորանքների եւ, չգիտեմ, այդ համապատասխան Այո, մենք չենք օգտագործում, տեսեք, ոչ մի վիրավորական բան։ Բայց նման տեսակետը ըստ էության արդեն վիրավորական է, ասենց ասենք։ Ինչու որովհետեւ հարգանքի պակաս ես այդտեղ շատ մեծ եմ տեսնում, որովհետեւ եթե նման մարդիկ կան, որ գտնում են, որ դա երազանք է, ապա նման նատիպ երազանքի կատարում թող եկեք մաղթենք իրանց թող իրանք ինչ որ տեղից իրանց սեփական բնակարան ձերքերային դուք ըստ էության ոչ թե պատասխանեք այդ քաղաքական գործին, այլ իմ հարցը։ Հա, հասկացա։ Ամեն դեպքում խնդիրը չի կարելի չանդրադառնալ նման հայտարարությունների։ Այդ առաջինը։ Երկրորդը, արցախցիները ուզում էին գալ այստեղ թե չէ։ Տեսնում եք, որ քանի ամիս էին արցախցիները դիմադրում բլոկադային, սննդի պակասին եւ այլն, այդ թվում նաեւ 200 քանի զոհ եղավ 2023 թվականի 1 օրյա պատերազմի ժամանակ։ Երբ որ Արցախը մենակ փորձեց պայքարել եւ պաշտպանել իր կյանքը, ըստ էության, բնակչության կյանքը։ Եթե ոչ նախապատրաստված վիճակում ինջալուց պատրաստված, բայց առանց ռեսուրսների։ Մենք բոլորս ծնված օրվանից պատրաստ էինք նրան, որ մի օր պատերազմ լինելու։ Ցանկացած պահին կարող է սկսվել պատերազմ։ Եվ բոլորը դա գիտեին։ Ճիշտ է, կային մարդիկ, ովքեր դա չէին գիտակցում,
կամ փորձում էին ձև անել, որ չեն գիտակցում, որոշ մարդիկ կային, որոնց դուք անդրադարձ եք կատարել, որոնք գիտակցում էին, բայց գտնվում էին տարբեր, ասենք ասենք, լավ փողալի տեղեր եւ օգտվում էին դրանից եւ այդ մարդկանց վրա հղում կատարելով ձեր ասած քաղաքական գործիչները փորձում են այդ նկարագիրը տարածել բոլոր արցախցիների վրա, ինչը ճիշտ չի։ Արցախցիները 150,000 են, իսկ իրանց ասած մարդիկ թող լինեն 200-300 հոգի։ Իհարկե, կարելի է ամեն անգամ արծարծել այդ հարցը, բայց դա շահարկում է։ Արցախցիների զգալի մասը նման շահարկման պատճառով եւ նման անհարգալից վերաբերմունքի պատճառով հիմա թողում է իր հայրենիքը, ստիպված թողում է իր հայրենիքը եւ հեռանում է հայրենիքի։ Այդ դա է խնդիրը։ Չէ, այնտեղ արգումենտը էս էր, ինչու չկռվեցին։ Ինչու չկռվեցին, ինչու չպաշտպանեցին հողը։ Երբ չկռվեցին։ Խոսքը վերաբերվում է ուրեմն 23 թվականին։ 23 թվականին ըստ էության, երբ որ 20 թվականին արցախցիները վերադառնում էին, իրանք վերադառնում էին ոչ թե սեփական ուժերով պահելու ակնկալիքով։ Եկեք դա շատ հստակ գիտակցենք։ Այսինքն հույսը դրված էր մեկ այլ ուժի վրա։ Երաշխիքները տրված էր միջազգային տարբեր ատյանների կողմից, այդ թվում նաև եթե ես չեմ սխալվում, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կայքը ամեն օր հրապարակում էր, թե քանի արցախցի է տեղափոխվել, վերադարձել Արցախ։ Նիկոլ Փաշինյանը ահագին գումարները հատկացրել եւ իր ասելով 20 թվականից են կողմ ահագին գումարները հատկացրել, որպեսզի արցախցիները, եթե դուք ակնկալիք ունեիք պարոն Նիկոլ Փաշինյան եւ պարոն Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, սա թիմակիցները մտածում եք, որ պետք է պատերազմ լինի, գիտեիք, որ պետք է պատերազմ լինի 23 թվականին, ինչու է այդքան գումարներ եք հատկացել եւ ինչու եք հորդորում, որ վերադառնան արցախցիները այնտեղ։ Արցախցիները 20 թվականին արդեն տեսնելով ինչ վիճակ է, չէին շտապում վերադառնալ, որովհետեւ իմանում էին, որ մենակ չեն կարողանալու այդ ուժի դեմ պայքարել։ Այդ ուժի դեմ պայքարելու համար արցախցիները ունեին երկու հիմնական երաշխիք։ Դա կապն է Հայաստանի Հանրապետության հետ, մնացած հատվածի հետ, որը Աղավնո, Բերձոր այդ հատվածի հետ էր, եւ երկրորդը դա խաղաղապահ ուժերն էին Ռուսաստանի կողմից։ Ես հիշում եմ պլակատ, ես մի քանի անգամ այդ ընթացքում Արցախ եմ եկել եւ տեսել եմ այդ պաստառները, որը կպցված էին ռուս խաղաղապահների մոտ, որ արցախցիներ հանգիստ քնեք, մենք այստեղ ենք, մենք ձեզ կպաշտպանենք։ Այո, իսկապես նման պաստառներ կային, իսկապես Հայաստանի Հանրապետության ոնց տարածքային, եթե չեմ սխալվում, տարածքային կառավարման կողմից ձևավորված է համապատասխան, ֆինանսավորվում են համապատասխան անվճար տեղափոխման, վերադարձման այդ ավտոբուսները, այսինքն Հայաստանի Հանրապետությունը լիովին աջակցում է վերադարձին, բայց արցախցիները, եթե իրենք իսկապես մտածեին, որ իրանք կարող են միայնակ պայքարել նման պայմաններում այս աստիճան ուժի անհամեմատ ուժեղ Ադրբեջանի դեմ, իրանք 20 թվին չէին էլ գալու։ Շատ լավ, այդ հարցը հասկացանք, հիմա անդրադառնանք Արցախյան պետական կառույցներին Հայաստանի Հանրապետությունում 23 թվականի Հայաստան գալուց հետո։ Եվ այստեղ շատ ամենակարևոր պահն է, որ մենք կիսադիրք ենք ընդունել, սկսած 90-ական թվականներից։ Մի կողմից մենք ասում էինք, որ Արցախը եւ հռչակագրի մեջ է նշված եւ 1919 թվականի որոշման մեջ է նշված, որ իրավական ուժ ունի միջ այսօր, մի կողմից նշված է, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է եւ միասին ենք մենք հռչակում Հայաստանի Հանրապետությունը, մյուս կողմից ամեն ձև փորձում էին տարանջատել եւ ներկայացնել, որ կապ չունի Արցախը եւ ինքնուրույն է։ Եվ այդ կիսատ քայլերը վերեցին նրան, որ թե Արցախի բնակչության կողմից կար ընկալում, որ պետք է նայենք Երևանին։ Երևանը
ինչ ազդակ տվեց, ազդանշան տվեց, այդպես էլ պետք է մենք վարվենք, որովհետև մեր բոլորիս շահերից է ելնում։ Երևանն է Արցախի անունից հանդես գալիս բանակցություններում, Երևանն է միջազգային ճանաչված սուբյեկտ եւ մենք պետքա որպես փոքր եղբայր մեծ եղբորը լսենք։ Եվ երբ որ ես նշեցի, որ ընտրությունների ժամանակ երկրորդ փուլից առաջ, երբ որ հրավիրվեցին բոլոր մասնակիցները Երևան, եւ դրանից հետո երկրորդ փուլը տեղի ունեցավ, դուք տեսեք այդ երկրորդ փուլի արդյունքները ինչքան են տարբերվում առաջի փուլի արդյունքներից։ Այսինքն ընդդիմությունը, երբ որ բնակչությունը զգաց, որ պաշտոնական Երևանը կամ պաշտոնական Երևանը, չասենք Նիկոլ Փաշինյանը ըստ էության միասին է սկսել գործել Արայիկ Հարությունյանի հետ, մինչ այդ կասկածանքներ կային, միանգամից ձայների անհամեմատ աճ տեղի ունեցավ։ Եվ այդ անհամեմատ աճը տեղի էր ունենում ոչ միայն երկրորդ ընտրությունների ժամանակ։ Առաջին ընտրությունների ժամանակ եւս Արայիկ Հարությունյանի եւ իր թիմակիցների ձայները շատ ավելի ցածր էին, մինչեւ այն պահը, երբ հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե կողմ է Արայիկ Հարությունյանին եւ չի որևէ խնդիր չի առաջացնում։ Եթե հիշում եք, մինչ այդ կային տեղեկություններ, որ Հայաստանում քրեական գործ է հարուցվում Արայիկ Հարությունյանի նկատմամբ ընտրությունների եւ այլ կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ։ Այլ կերպ ասած, երբ որ այդ հույսերը կային, որ Արայիկ Հարությունյանին որպես օլիգարխին, իսկ ինքը օլիգարխ էր, Հայաստանի Հանրապետության մարմինները թույլ չեն տալու կամ որոշակի գործողություններ կդիմեն, դիրք կդիմեն եւ թույլ չեն տալու, որպեսզի ինքը մասնակցի, այդ ժամանակ բնակչությունը շատ համարձակ ձևով դեմ էր Արայիկ Հարությունյանի եւ իր թիմակիցների։ Սակայն տարբեր քաղաքական հնարքներ օգտագործելով եւ այլն, Արայիկ Հարությունյանը կարողացավ եւ իր թիմակիցները կարողացան համոզել նրանով, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքական գործիչները իր կողքին կանգնած են, որ ինքը միևնույնն է հաղթելու է, օգտագործվեց ֆինանսական լծակները եւ ժողովուրդը կանգնացվեց հետեւյալ ընտրության առջեւ։ Կամ Արայիկ Հարությունյանի ձայնը իրանց տալ Արայիկ Հարությունյանին եւ օգտվել այդ ֆինանսական հնարավորություններից, կամ այդ իրենց ձայնը չտալ Արայիկ Հարությունյանին եւ հետագայում կրել բոլոր բացասական այդ հետևանքները։ Նման պայմաններում հայտնված մարդը, ով ըստ էության եւ Արայիկ Հարությունյանին դեմ պետքա գնար, եւ Նիկոլ Փաշինյանին դեմ պետքա գնար, քանի որ միասին էին իրանք ընտրությունը կատարեցին ցավոք սրտի, այո, ոչ բոլորը կարողացան։ Այսինքն ձեր ասածից ես հասկանում եմ, որ ցավոք սրտի իրենք ընտրել են ոչ այն ներկայացական մարմինը կամ ներկայացուցիչին, որը իրոք պիտի պաշտպաներ իրենց իրավունքները։ Մի կողմից այո, մյուս կողմից կային նաև փաստեր, որ ընտրությունները ընթանում էին ոչ լիարժեք, նախընտրական քարոզը, նախընտրական ժամանակահատվածում եւս կային բազմաթիվ խախտումներ, դրանք գրանցված էին, այստեղից երկու կազմակերպություն 6 ամիս, եթե չեմ սխալվում, ավելի շուտ քան ընտրություն, չէ, նույնիսկ ավելի շուտ 8 ամիս, եթե չեմ սխալվում, ընտրություններից առաջ այնտեղ գրասենյակներ բացեցին, երկու համապատասխան այդ լիազորություններ իրականացնող պետական բյուջեից կառավարության որոշումամբ, եթե չեմ սխալվում, 30 քանի միլիոն դրամ հատկացվեց այդ կազմակերպություններին, որոնք պետքա Արցախում հետևեին ընթացքին նախընտրական։ Եվ այդ նախընտրական ընթացքին հետևող կազմակերպությունները հստակ գրանցեցին բոլոր այդ խախտումները։ Եվ Ալեն Սիմոնյանը երբ որ եկավ եւ արձանագրեց, որ ընտրությունները անցան նորմալ, մեկը ես էի, որ իրան հարց տվեցի, ասեցի, պարոն Սիմոնյան, բա դուք եղել եք կոնկրետ SSS համայնքներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ են մտցված, արդյոք դեղել են անվտանգ այդ, ասում չէ, չեմ եղել, բայց ես արձանագրում եմ, որ անվտանգ է եղել։ Այսինքն էլի աբսուրդ է, եթե դու ասում ես, որ Արցախում տեղի է ունեցել անվտանգ ընտրություններ, բայց դու չես եղել այդ հատվածները, որոնք համարվում են ամենանվտանգավորը,
Ո՞նց ես դու այդքան ասում։ Ցավոք սրտի ինձ ասում են, որ մենք գերազանցել ենք մեզ հատկացված ժամանակը, ես կարծում եմ, որ մենք մեկ ուրիշ անգամ ավելի այսպես մանրամասն կկարողանանք ձեզ հետ քննարկել այն հարցերը, որոնց չպատասխանվեցին։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Մարատ Իգանյանին հետաքրքիր զրույցի համար, իսկ ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։ Շնորհակալություն։